Ողջույն սիրելիներ, այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսում է աղոթքի հարատևության և հույսի մասին։ Այն ձգտման մասին, որ մենք պիտի ունենանք Աստծո արքայություն գնալու համար։ Ձգտում, որ մեր բնիսկ կոչման է մեզ արժանացնում։ Տեսեք, ինչ է ասում այսօրվա ավետարանը։ Այն բանի համար, որ այրիկինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի։ Եվ Տերն ասաց. լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը, իսկ Աստված արդարություն չի անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատար կլինի։ Այո, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի, իսկ երբ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի։ Սիրելիներ, մեզանից ոչ ոք չի եկել այս աշխարհ, որպեսզի այս աշխարհում մնա։ Եվ մեզ Տեր Հիսուս Քրիստոս պատվիրում է արթուն մնալ և միշտ աղոթել։ Շատ կարևոր է այս կեցվածքը, սա քրիստոնեական ճշմարիտ կեցվածք է, որտեղ քրիստոնյան չի ապրում այս աշխարհի հույսով։ Ինչպես որ Սուրբ Պողոս առաքյալն է ասում, եթե մենք մեր հույսը Քրիստոսի վրա դրել ենք միայն այս կյանքի համար, ապա ողորմելի ենք բոլոր մարդկանցից առավել։ Գիտենք, որ Քրիստոս հարյավի մեռելոց, գիտենք, որ Աստված ճանապարհ տվեց այս միջոցով, որպեսզի մենք Աստծո արքայության մասին ճշմարտությունն իմանանք։ Ոստիև ընդունում ենք, որ եկել ենք այս աշխարհ ոչ թե այս աշխարհում մնալու, այլ Աստծո արքայության համար։ Եվ դրա համար է Տերը զգուշացնում ասելով. «Զգույշ եղեք ձեր անձերի համար, գուցե ծանրանան ձեր սրտերը շվայտությամբ, հարբեցությամբ և աշխարհական հոգսերով, և ձեր վրա հանկարծակի հասնի այն օրը, որ իբրև որոգայթ հասնելու է բոլոր նրանց վրա, ովքեր ապրում են այս աշխարհի երեսին, ուստի արթուն մնացեք և միշտ աղոթք արեք»։ Շատ խոսուն է այս խոսքը, մանավանդ այսօրվա առակի մեջ Տերն ասում է. մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում։ Ըստ մեր հայրերի աստվածաբանության Տեր Հիսուս Քրիստոսի այս խոսքը վերաբերում է մեր մտքին, որ այս աշխարհի տարբեր տեսակ ցանկությունների հետևից ընկնելով երազում է հենց այս աշխարհը, մինչդեռ մեր Տեր Հիսուս Քրիստոս կամենում է մեզ այս աշխարհից հանել, ինչպես որ իր աշակերտներին ասաց. «Ես ձեզ այս աշխարհից ընտրեցի»։ Մեր միտքը այս իմաստով անիրավ է, դատավոր է, դատում է աջ ու ձախ ամեն ինչին, ամեն մեկին, մինչդեռ մենք քրիստոնյա լինելով, ընդունելով Քրիստոսի խոսքը, աշխատում ենք ապաշխարել, հրաժարվել այս աշխարհիկ ցանկություններից, որպեսզի Աստծո արքայություն մտնել կարողանանք, քանզի մեր կոչումն Աստծո արքայությունն է։ Այս իմաստով, սիրելիներ, աղոթել պետք է մտքով և հոգով, որովհետև ճշմարիտ աղոթքը մտքի և հոգու համերաշխ ձգտումն է դեպի Աստծո արքայություն։ Եվ եթե անուշադիր աղոթես, ապա քո աղոթքը կնմանվի անշունչ դիակի։ Սակայն շատ կարևոր է ձգտել սրտագին, ջերմագին աղոթքի, Աստծո նկատմամբ ջերմագին սիրով աղոթքի։ Եվ այդ սերն ու մտքի ուշադրությունն է, որ մեզ մերձեցնում է Աստծուն։ Եվ եթե սրտում սեր չկա աղոթքի ժամանակ, աղոթքը նմանվում է սառած ածուխի վրա դրված խունկի։ Եվ դրա համար շատ կարևոր է, սիրելիներ, Աստծո սիրով,
եւ Աստծո արքայության ջերմագին ցանկությամբ աղոթել, ինչպես որ Սուրբ Պողոս առաքյալն է ասում, պիտի աղոթեմ մտքով, պիտի աղոթեմ նաեւ հոգով։ Եվ թող Աստծո սերը եւ Աստծո արքայության ջերմագին ցանկությունը մեզ մղեն մեր միտքը եւ մեր հոգին դեպի Աստծո արքայություն։